Բայրամովի հայտարարություններին Արադարան ճիշտ է դուք ասում եք բանավոր չեք պատասխանում այդ թեզերին, բայց այնտեղ կար մի միտք, որ դուք երբ որ ժամանակ եք խնդրել, հետո չեք փորձել լուծել, պատճառաբանելով, որ Հայաստանում ձեզ կսպանեն։ Ինչ մտահոգություն ունեիք, ով ձեզ պետք է սպաներ, եւ քանի որ ձայնագրությունների գաղտնալսումներից խոսք եղավ, Սերժ Սարգսյանը ժամանակի նախընտրական շրջանում մի ձայնագրություն էր հրապարակել կրկին բանակցությունների հետ կապված։ Չմեջբերեմ ինչ ձայնագրություն։ Այսինքն հիմա բանակցությունների ընթացքում դուք նման արտահայտություններ շատ եք անում, որ բանակցությունները փաստորեն միտեղ արդեն դուք ասել եք, որ խոստովանել եք այդ ձայնագրության մեջ դուք խոստովանել եք, որ բանակցությունների ժամանակ դուք ձեզ կներեք գժի տեղ եք դնում, որպեսզի իրավիճակը փրկեք։ Հիմա Բայրամովն էլ այս մի հայտարարությունն է արել։ Հիմա ինչպես հասկանանք այս ամեն ինչը եւ արդյոք դուք բանակցություններում նման բան եք ասել։ Գիտեք, ինչ ես էլի եմ ասում, բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր է, որովհետև բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Ես այն չեմ ասել, նա նենց է ասել, ինքը չնստած էր, բայց ես հիշում դու սուրճ էիր խմում, ես սուրճ, դա անօգուտ ժանր է։ Այսինքն դա բացարձակապես նախ ես կարող եմ ասել, որ այն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, ինքը այդ ժամանակ արտաքին գործերի նախարար չի ելել։ Ինքը բոլորովին ուրիշ պաշտոն, այսինքն ինքն էլ լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել, ես չգիտեմ, բայց ես ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ առավել եւս այն մարդու ասածը, որը այդ ժամանակ չի եղել այդ կարգավիճակում, անիմաստ։ Սերժ Սարգսյանը ինչ։ Սերժ Սարգսյանի հրապարակած այդ ձայնագրությունը, այնտեղ հո ձեր ձայնն է։ Ինչ է ձեր հարցը։ Որ այդպես որ Ես այնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, եւ դա եղել է ազատ ժանրի խոսակցություն, արտանին խոսակցություն, արտանին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդարձակ եւ ստեղծագործական։ Դա չի վերաբերվում միայն ինձ, դա վերաբերում է նաեւ ձեզ,